Բարի օր իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու եմ սինդրիկի պահածո մարինադ և կիսվելու եմ պատրաստման եղանակով ձեր հետ։ Սինդրիկը հայկական խոհանոցի և ժողովրդական բժշկության ամենաօգտակար սեզոնային բույսերից մեկն է, որը աճում է հենց ապրիլ ամսից մինչև մայիսի կեսեր և այն լինում է սարերում, սարերի լանջերում որոշ և անտառներում, ունի կոճղ արմատ և այսպիսի դալար ցողուն, ցողունի վրայից մի փոքր այսպես կիսատ թև ունի, այդ փոքրիկ թևը մաքրում ենք, որպեսզի ցողունը լինի ամբողջական և պատրաստում ենք ինչ որ ցանկանում ենք։ Սինդրիկը օգտագործում են մատղաշ ժամանակ, աղցանների մեջ են օգտագործում, թթու են պատրաստում, մարինադ և նաև տապակում են կամ սոխեռածով կամ հենց ձվով, շատ համեղ է ստացվում։ Իսկ սինդրիկի կոճղարմատը, որը ունի պնդուկի չափ այդպես արմատ, դա օգտագործվում է հենց բուժիչ թուրմերի ժամանակ։ Ինչպես տեսաք, ես սինդրիկը մաքրեցի, լավ լվացի մի քանի ջուր, հետո մի փոքր եռացրած ջրի մեջ այսպես չեմ թողնում եռա, տակու վրա եմ անում, շրջում եմ անընդհատ, որ փափկի, այնպես որ ցողունը ծալելուց չկոտրվի, բայց ծալվի։ Փափկելուց հետո, գույնը փոխելուց հետո պարտադիր սինդրիկը պետք է հանենք ու լցնենք սառը ջրի մեջ, այդ տարբերակով իր դառնությունը մի փոքր կոտրվում է։ Սինդրիկը հում վիճակում շատ քաղցր բույս է, բայց երբ այն եռման ջրի մեջ ենք մտցնում ինչ որ բան պատրաստելու համար, դառնանում է և այդ դառնությունից էլ ազատվելու համար տեղափոխում ենք սառը ջուր, նոր կարգավորվում է իր համը, ուտելի է լինում։ Ճիշտ է, դառնությունը մի քիչ մնում է, բայց դա շատ շատերին է դուր գալիս և հենց բուժիչ հատկությունն էլ դրա մեջ է։ Սիրելիներս, եթե սառը ջուրը տակից տեղափոխելուց կգոլի կամ կտաքանա, թափում եք նորից թարմը սառը ջուր եք վերցնում, որ տեղափոխելուց սինդրիկները հենց սառը ջրի մեջ ընկղմվեն, որպեսզի դառնությունը դուրս գա։ Ես ամբողջը չեմ պատրաստելու, այստեղ 15 կապեր վերցնելու եմ, մի 5-ը կես լիտրանոց բան կա, բանկաներն արդեն լվացել եմ, պատրաստ է և այսքանն եմ պահածոյացնելու, ինչքանն էլ որ կմնա, քացախով կպատրաստեմ հենց այդպես թարմը ուտելի թթու ու այդ ձև կօգտագործեմ։ Ինքս տապակել եմ, շատ համեղ է ստացվում, իմ ալիքում էլի պատրաստման եղանակ ունեմ, ավելի մատղաշ սինդրիկից, պարզապես այնպես ստացվեց, որ այս աշխատանքիս հետ չեմ կարողանում համատեղել այն, ինչը որ ես ցանկանում եմ պատրաստել, ամեն անգամ չի ստացվում, խոստացել էին, որ նոր դուրս եկած ժամանակ կբերեին ինձ, բայց ուշացավ, մի խոսքով սա էլ է ուտելի և սա էլ հենց շատ համեղ է։ Հիմա այդ դասավորում ենք բանկաների մեջ, շատ խիտ չենք լցնում, թողնում ենք, որ հեղուկային մասի տեղել մնա, յուրաքանչյուր կես լիտր բանկային ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ և 1 թեյի գդալ 72%-անոց էսենցիա, հենց սկզբից եմ էսենցիան լցնում, սա թթուն չթռնելու և չվտանգվելու համար է և դնելու եմ ընդամենը 5 րոպե եռացնեմ, եռացնելուց հետո պահածոյացնեմ։ Կարող եք նաև խաշել և պահել սառցախցիկում, իր օգտակար հատկություն է, չի վերանում, այն համարվում է հակաբորբոքային, ցավազրկող և արյունը մաքրող շատ լավ միջոց։ Կոճղարմատից պատրաստում են թուրմեր, օգտագործում է բժշկության մեջ, մաշկի բորբոքային մասերի համար և երիտասարդացնելու կամ ավելի մաշկը լավացնելու, թարմացնելու համար։ Եվ բանկայի մեջ և կաթսայի մեջ եռացրած ջուր եմ լցնում, ավելի ընթացքը արագացնելու համար։ Այստեղ կադրից դուրս արդեն աղն ու քացախը լցրել եմ
և կթողնեմ կհամեմվի, հենց անմիջապես կօգտագործենք։ Ահա սիրելիներս, պատրաստեցի, պահածոյացրեցի, վերջացրեցի, դուք էլ փորձեք, շատ լավ է ստացվում։ Մի այլ տեսանյութ կարող եք գտնել playlist բաժնում, իմ ալիքի աղցանների մեջ, հղումը կտեղադրեմ ներքևում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք իմ տեսանյութը, կհանդիպենք հաջորդ նոր վլոգում նոր տեսանյութերով։